Բարև ձեզ։ 22 տարեկանին շահելով առաջին մրցանակն ու ոսկե մեդալը 14-րդ միջազգային Չայկովսկի մրցույթին, թավջութագահար Նարեկ Հաղնազարյան հաստատված է իբր աշխարհի ամենահմայիչ եւ ամենաբահանջված երաժիշտներեն մեկը եւ ուրախ ենք հայտարարելու, թե Քեբեկի Pro-Musica ընկերությունը խանդավառված Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյաններու նախորդ եւ հաջող համերգեն այս անգամ մեզի կներկայացնե հայ դաղանտավոր թավջութագահար Նարեկ Հաղնազարյանը Տաշնագի ինգերակցությամբ Գեորգի Չայձեի համերգը տեղի պիտի ունենա գիրագի 12 ապրիլ 2026-ի կեսօրը ետ ժամը 3-ին Մոնտրեալի գետրոնը գտնվող Centre Pierre Peladoի Pierre Mercure համերգասրահին մեջ։ Այս արդիվ այսօր մենք կհյուրընկալ ենք թավջութագահար Նարեկ Հաղնազարյանը։ Բարի եկած ես Նարեկ, ինչպես եք։ Բարև ձեզ Թամար, շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Խնդրեմ, մենք շատ ուրախ ենք, որ գրծակ մեզի միանալ այսօր Երևանեն։ Ուրեմն մենք Նարեկ շատ անհամբեր ենք այս համերգին։ Նախ սկսենք ուրեմն խոսելով, թե Մոնտրեալի մեջ ձեր համերգին ճիշտ ինչ պիտի ներկայացնեք, ինչ է հայդակիրը եւ ինչ ունիք ըսելիք Տաշնագահարի մասին, որ պիտի ինգերակցի ձեզի, Գեորգի Չայձեն։ Գիտեք, առաջինը մենք շատ ողջավորված ենք, որ շուտով կհանդիպենք Մոնտրեալի ունկնդրին եւ ես Կանադայում բազմաթիվ անգամ արդեն նվագել եմ, այդ թվում Մոնտրեալում, համ Տորոնտո սիմֆոնիետայի հետ, համ մենահամերգներով Բայց դա վաղուց էր, վաղուց արդեն չեմ եղել Մոնտրեալում եւ կարոտել եմ։ Ես ելույթ կունենամ մի փայլուն դաշնակարի հետ, իմ լավ ընկերոջ եւ գոլեգայի Գեորգի Չայձեի հետ, ով հետ մենք միասին կոնսերվատորիայում Մոսկվայի սովորել ենք եւ հետո որ կյանքը մեզ տարավ ու տարբեր ուղղություններով, տարբեր երկրներով Եվ մի քանի տարի առաջ մենք էլի ոնց որ միասնացանք եւ ստեղծեցինք այդպիսի երաժշտական տանդեմ, եթե կարելի է այդպես ասել, եւ արդեն շատ հաճախ մենք ելույթ ենք ունենում միասին, ես շատ եմ սիրում Գեորգի հետ ելույթ ունենալ, ինքը իսկապես փայլուն երաժիշտ է եւ դաշնակահար, եւ իդեպ ասեմ Կանադայում եւ աշխարհով մեկ շատ հայտնի Հոմենս մրցույթի հաղթողն է Գեորգին Այո, դրա համար ինքը Կանադայի ունկնդրի համարել բավականին սիրված եւ ճանաչված է։ Իսկ ծրագիրը, որ մենք կներկայացնենք, շատ հետաքրքիր ծրագիր է, որովհետեւ գիտեք, ես էլ Գեորգին էլ մենք չենք սիրում չափից դուրս ինչ որ կոնցեպտուալ ծրագրեր հորինել, երբ որտեղ բոլոր ստեղծագործությունները իրար հետ այս կամ այն ձևի կապված են եւ մեկ ժանրի են եւ իրար նման են եւ ես համարում եմ դա ունկնդրի համար այդքան հետաքրքիր չէ եւ մենք փորձում ենք մեր ծրագրերում շատ կոնտրաստներ անել, ընդգրկել կոնտրաստներ եւ այդպիսին լինելու մեր ծրագիրը ապրիլի 12-ին Մոնտրեալում առաջի բաժինը մենք կկիսվենք մեր պատմությամբ կարելի ասել, մեր արմատներով Առաջի բաժինը ծրագրի բաժանված կլինի 3 հավասարափչապ մասի՝ ռուսական երաժշտություն, վրացական, որտեղ Գեորգին կիսով չափ ռուսացի է, կիսով չափ ռուս։ Եվ կավարտենք առաջի բաժինը հայկական երաժշտությամբ, հայ կոմպոզիտորների, ռուսական երաժշտություն ներկայացած կլինի Պյոտր Իլիչ Չայկովսկիի ստեղծագործություններով, հետո մենք կկատարենք վրացի սովետական կոմպոզիտոր Սուխան Ցինցադզեի 5
երգերը ժողովրդական ոճում եւ կավարտենք առաջի բաժինը Էդգար Բաղդասարյանի նոկտյուրնով եւ Ալեքսանդր Հարությունյանի էքսպրոմտով։ Իսկ երկրորդ բաժինը արդեն դա կլինի մի այսպիսի մի մեծ պատկեր, մի մեծ նկար, դա կլինի Սերգեյ Ռախմանինովի Թավջութակի սոնատը, որը համարվում է Թավջութակի եւ Դաշնամուրի ռեպերտուարում ամենահանճարեղ եւ ամենասիրված եւ գեղեցիկ գործերից մեկը։ Եվ այսպեսով շատ զանազան ծրագիր է եւ համոզված եմ, որ Մոնտրեալի ունկնդրին դա շատ դուր կգա այդ ծրագիրը եւ ամեն մեկը դալիճում որևիցե մի ստեղծագործություն ամենաիրասիրվածը կդառնա։ Դա է մեր նպատակը։ Հայտնի արդեն այդ ընդրություններ են, որ դուք կատարած եք Գեորգիին հետ։ Ուրեմն ասկան Մոնտրեալի համերգի մասին մենք շատ հետաքրքիր ենք գիտնալու նաև ծանոթանալու ցեզի ավելի մոդեն ուրեմն մի քանի հարցումներ ալբիդի ուղեմ այդ ուղությամբ ովքեր եղած են ձեր առաջին երաժշտական ներշնչումները եւ երբ հասկացաք որ երաժշտությունը պիտի լա ձեր ցանկի ուղեկցող ասենք ասպարեզը Դգիտեք շատ են իմ ոգեշնչող մարդիկ իմ կյանքում եղել եւ մինչ հիմական երաժշտական առումով նկատի ունեմ, բայց իհարկե ամենակարևոր եւ առաջին այդպես ինֆլուենսը ինձ համար իմ ծնողներն են Սուրեն եւ Գայանե Հախնազարյանները, երկուսն էլ փայլուն երաժիշտներ, Երևանի եւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ, մայրիկս դաշնակարույ է Գայանե Հախնազարյանը, ում հետ մենք երբ ես ավելի երիտասարդ էի աշխարհով մեկ ելույթ ենք ունենում եւ հայրիկս Սուրեն Հախնազարյանը ջութակահար է եւ մոտ 25 տարի նվագել է աշխարհահռչակ Կոմիտասի անվան քառյակում, որի մասին դուք երևի լսած եք եւ համոզված եմ իրան Կանադայում էլ Մոնտրեալում ելույթ են ունեցել եւ դրա համար կարելի ասել, որ երաժշտությունը դա ժառանգական է մեր ընտանիքում եւ ես մանկուց ծնողներս տեսել են, ես զգացել եմ, որ ես բավականին երաժշտական երեխա եմ եւ ինձ թվում է իմ ճակատագիրը կարելի ասել արդեն որոշված էր եւ ինձ տվեցին Թավջութակի դասարան ծնողներս եւ գիտեք ես միանգամից չզգացի այդ սերը դեպի Թավջութակ, որովհետեւ առաջին մի քանի տարին որևիցե գործիք սովորելուց, հա, առաջին մի քանի տարվա աշխատանքը բավականին ձանձրալի աշխատանք է փոքրիկ երեխայի համար, որովհետեւ դա վարժություններ են, գամմաներ են եւ այլն, դա այն գեղեցիկ երաժշտությունը դու միանգամից չես սկսի նվագել։ Եվ իհարկե ես լինելով նորմալ, առողջ հոգեբանությամբ երեխա չի սիրում այդ ծանրալի աշխատանքը, բայց քիչ ուշ երբ արդեն սիրուն ստեղծագործություններ սկսեցի նվագել, սկսեցի համերգներ կատարել բեմի վրա ելույթ ունենալ եւ այդ ամբողջ գեղեցկությունը եւ հմայքը դասական երաժշտության եւ դասական երաժիշտ լինելու եւ ես զգացի ես սիրահարվեցի այդ ամենի վրա եւ Թավջութակի վրա եւ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ չնայած իմ հակաճառանքները եւ ծույլությունը երբեմն փոքր ժամանակ իրանք ինձ պնդեցին եւ ստիպեցին աշխատել եւ զարգանալ, ինչի շնորհիվ ես ասել եմ այն ամենը, ինչի ասել եմ։ Մենք ալ շատ շնորհակալ ենք ուրեմն ձեր ծնողներուն, որտեվ այս օրերուն, այսինքն մեծ բադիվ է մեզի համար իբր հայ ժողովուրդ ունենալ ցեզի բես Թավջութակահարմա, որ բանջված է ամբողջ աշխարհով մեկ նարեկ ավանդական մեկնաբանությունը բահելը ցեզի համար ավելի կարևոր է կամ նոր մոդեցում բերելը։ Գիտեք, ինձ թվում է երկուսն էլ համ ավանդական մեկնաբանությունը, համ նոր մոտեցումը այդ խոսքերի նշանակությունը կախված է մարդու ներքին զգացմունքներից։ Եթե ես միշտ փորձել եմ եւ ես միշտ վերաբերվում եմ երաժշտությանը եւ կոմպոզիտորներին մաքսիմալ ազնվությամբ եւ ինձ համար առաջնահերթն է
ծառայել որպես կամուրջ կոմպոզիտորի եւ ունկնդրի միջև։ Եվ ես հավատում եմ, համոզված եմ, որ եթե այդպիսի մոտեցմամբ դու զբաղվես եւ նվագես դասական երաժշտություն, ապա այդ հարցը նույնիսկ չի առաջանում ավանդական կամ նոր ինչ-որ տեսանկյուն, որովհետեւ ինքնինստինկտորեն դու արդեն հասկանում ես եւ զգում ես ինչ պետք է մատուցվես, ոնց պետք է այդ ֆրազան կատարես։ Իսկ եթե ցավոք հիմա շատ երաժիշտներ կան, որ նստած մտածում են, այ ոնց ես իմ հետքս թողեմ պատմության մեջ։ Եվ եթե այդպիսի մոտեցմամբ մոտենալ, ապա դա կլինի քիմիա, դա արդեն ազնիվ եւ բնական բան չի լինի։ Ինձ համար առաջնահերթը դա հարգանքն է դեպի կոմպոզիտոր եւ իհարկե ես հարգում եմ ավանդական մոտեցումը եւ ժառանգությունը, բայց գիտեք, մենք էլ ենք բոլորս մարդ եւ 21-րդ դարում շատ դժվար է sense abstraction վերաբերվել եւ ամեն ինչին ինչ մեր շուրջ տեղի ունենում եւ նվագել 18-րդ 19-րդ դարի երաժշտությունը միայն այնպես, ինչպես այդ կատարվում էր այն ժամանակ, որովհետեւ օրինակ Բախից, Բեթհովենից հետո մենք ունեցել ենք այնպիսի զարգացում, համ մենք մեր կյանքի որակի, կյանքի արագության, նույնիսկ դասական երաժշտությունը այդպես է զարգացել, ռոմանտիկ երաժշտություն, 20-րդ դարի երաժշտություն, ռոք, ջազ, փոփ, այո, եւ այդ ամենը անհնար է առանձնացնել, երբ դու կատարում ես դասական երաժշտություն 21-րդ դարում եւ իմ ինտերպրետացիայի վրա միանշանակ ազդեցություն ունեն այդ բոլոր ֆակտորները, որոնք իմ եւ մեր բոլորի կյանքը շրջապատում են, դրա համար հարգելով ավանդական ինտերպրետացիան իհարկե անհնար է խուսափել ինչ որ նոր ձևաչափներից եւ նոր մտքերից դասական երաժշտություն որտեղ դասական երաժշտությունն էլ ինքը զարգանում է, it's evolving, ինչպես արդեն գզարկանա, ճիշտ է, այո։ Նարեկ, երբ International Tchaikovsky Award-ը շահեցաք, ինչպես փոխեց ձեր երաժշտական կյանքը այս մրցանակը։ Շատ փոխեց իհարկե, որովհետև գիտեք, ես շատ մրցույթների եմ մասնակցել մինչև Չայկովսկի մրցույթը եւ ոմանք հաղթել են, ոմանք դափնեկիր եմ դարել, բայց դրանցից ոչ մեկը ոչ մի էական օգուտ բացի ինչ որ որոշակի financial prize award-ից ինձ չտվեցին ոչ մի opportunity, ոչ մի տարբեր առաջարկներ եւ այլն։ Չայկովսկի մրցույթը հակառակ պատկեր էր, որտեվ անմիջապես հաղթելուց հետո ես միանգամից ստորագրեցի կոնտրակտ 3 համաշխարհային մենեջմենտների հետ եւ ես միանգամից տասնյակ, եթե ոչ հարյուրավոր առաջարկներ սկսեցի ստանալ աշխարհի լավագույն բեմերում եւ լավագույն նվագախմբերի հետ ելույթ ունենալու։ Այսինքն Չայկովսկի մրցույթը ծառայեց այն նպատակին, որին մրցույթը պետք է ծառայի, տալ հնարավորություն, բացել դռներ, բացել պատուհաններ եւ դեպի ապագա։ Եվ Չայկովսկի մրցույթը հենց դա արեց իմ կյանքում, ինչի համար ես շատ շնորհակալ եմ այդ մրցույթին։ Այո։ Իսկ ընդհանրապես Նարեկ կնախընտրեք մենագադարությունը կամ օրքեստրի հետ նվագելը, ինչ է տարբերությունը ձեզի համար։ Այնքան տարբեր բաներ են իրականում, որտեվ օրկեստրում կա չափս, մեծություն, մասշտաբ, հա, ես անգլերեն ճիշտ ասած մասշտաբը չգիտեմ, scale, հա, անգլերեն scale, այդ scale-ը ոչինչի հետ չի կարող համեմատվի, երբ դու կատար ես, նստած ես եւ հետևդ 80, 90, 100 հոգի երաժիշտ եւ դուք միասին մի sense մեծ կտավ եք կատարում, հա, եւ ունկնդրին մատուցում, դա մի հաճույք է։ Իսկ
օրինակ դաշնամուրի հետ recital-ը, որը մենք Գյորգի հետ կնվագենք, դա շատ ավելի intimate զգացմունք է։ Այդտեղ շատ ավելի շատ ազատություն կարող ենք մենք իրար թույլ տանք, որտեղ մենք ընդհանրապես երկուսս ենք բեմի վրա եւ մենք շատ կարող ենք ճկուն լինենք եւ դա dialogue է, իսկական dialogue է։ Նամանավանդ իմ եւ Գյորգիի մեջ ես համարում եմ ինչքան էլ անհամեստ դա չհնչի, բայց մենք շատ իրար սազող երաժիշտներ ենք եւ նույնիսկ rehearsal-ի ընթացքում մենք շատ չենք քննարկում բաներ։ Մեր մոտ naturally ամեն ինչ ստացվում է, we are on the same page almost always. Եվ այդպիսի intimate setup-ում դա մի ուրիշ խաչույք է, որը դու կարող ես այնպիսի բաներ քեզ թույլ տաս եւ այնպիսի մտքեր արտահայտես կամած արտահայտես շատ կամերային, որոնք նվագախմբի հետ անհնար է, նվագախմբն է դա մի ուրիշ բան է։ Ինչ որ հասկացա, անշուշտ առանցին համերգները, այսինքն տուն եւ տաշնագարը շատ ավելի ազատություն կուտացեզի արդահայտելու ծեր ասենք սկացումները եւ դաղանթը մյուսը ավելի ասենք սահմանափակ կլա, որտեղ պիտի հետևիս ամբողջ յետևի օրկեստրին։ Նարեկ, եթե խոսենք ծեր թավչութագին մասին, ինչպիսի թավչութակ կնա, ինչ է պատմությունը ծեր թավչութագին ասենք։ Գիտեք, իմ թավջութակի պատմությունը համեմատաբար երիտասարդ է, ես երկար տարիներ նվագեցի, իրեք ասեմ կանադայից ինձ տրված մի թավջութակ, հին իտալական լեգենդար Ջուզեպե Գվարների թավջութակի վրա ես նվագում երկար տարիներ, բայց ցավոք կովիդի ժամանակ, պանդեմիկի ժամանակ, երբ համերգները կրճատվեցին եւ ճամփորդությունը շատ սահմանափակ էր, ես որոշում կայացրեցի այդ գործիքը վերադարձնեմ տիրոջը Կանադայում եւ այդ ժամանակ պատվիրեցի իմ շատ մտերիմ ընկերոջից եւ լավ ծանոթից ով violin maker-ը, violin and cello maker, իրանից պատվիրեցի գործիք հատուկ ինձ համար, որտեղ գիտեք ամբողջ կյանք ես իմ գործիքը, լավ գործիքը չեմ ունեցել։ Երաժիշտների համար շատ դժվար է ունենալ լավ գործիք, որովհետև հին իտալական գործիքները մի քանի միլիոն դոլար արժեն։ Այո։ Գրեթե ոչ մի դասական երաժիշտ cannot afford այդպիսի գործիք։ Եվ ես պատվիրեցի այդ գործիքը 3 տարի առաջ modern cello եւ հատուկ ինձ համար սարքեց վարպետը եւ գիտեք պետք է ասեմ ես շատ բախտավոր եմ ինձ զգում, ես շատ ուրախ եմ, որովհետեւ իսկապես չնաշխարհիկ գործիք է ստացվել եւ ես շատ ինձ կոմֆորտ եւ լավ եմ զգում այդ գործիքը նվագելուց եւ գիտակցելով որ վերջապես դա իմ անձնական գործիքն է։ Եվ իդեպ ասեմ, երբ գործիքը ստեղծվեց, վարպետը ասեց, ինչ անուն ենք դնելու գործիքին, ես ոչ մի վարքյան չմտածեցի, ասեցի Կոմիտաս։ Եվ իմ գործիքիս անունը Կոմիտաս է, որտեվ բացի նրանից, որ Կոմիտասը ինձ համար ամենահեղինակավոր եւ ամենահանճարեղ հայերից մեկն է պատմության մեջ, բայց նաեւ իմ ամբողջ կյանքը կապված է Կոմիտասի հետ, որտեվ ես ծնվել եմ եւ մեծացել եմ Կոմիտասի փողոցում, այսինքն ծննդյան օրվանից Կոմիտասի հետ կապված եմ։ Իմ ծնողներս երկուսն էլ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ են։ Ես ամբողջ իմ մանկությունս անց եմ կացրել այդ Երևանում չնաշխարհիկ մի հատ արձան կա Կոմիտասի մեծ եւ ողջ իմ մանկությունից ես բարձրացրել եմ այդ արձանը եւ նստել եմ Կոմիտասի գոքին եւ գիրք եմ կարդացել կամ ուղղակի հիացել եմ տեսարաններով։ Եվ իհարկե իմ հայրիկս աշխարհահռչակ հայտնիություն է ստացել նվագելով Կոմիտասի անվան քարյակում եւ ամեն ինչ իմ կյանքում կապված է Կոմիտասին հետ։ Ճիշտ կլինի, որ իմ թավջութակն էլ կրի այդ հանճարեղ հայի անունը։ Այո։ Վերջին հարցումս պիտի Լանարեք ուղղված երդասարտներուն ինչ ունի կսելիք, որոնք կհետևին ասենք երաժշտության ասպարեզ։ Չլսել ոչ մի վատախոսներին շուրջը, որտեվ
մեր կյանքում շատ կան մարդիկ, որոնք անպայման պետք է իրենց կարծիքը հայտնեն եւ իրենց թվում է, որ իրենց կարծիքը ամենաճիշտն է, բայց ամեն երաշտի ներքին զգացողությունը, սրտի կոչը ամենաճիշտն է եւ պետք է միշտ այդ սրտի կոչին լսել։ Ես իմ կյանքից կարող օրինակ բերեմ այդ նույն Չայկովսկու մրցույթը, որ ես հաղթեցի, բոլորը առանց բացառության իմ շրջապատում ինձ ասում են, որ պետք չի ինձ գնալ այդ մրցույթին, որտեղ ես արդեն ունեի որոշակի կարիերա, ես ապրում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շատ համերգներ էի նվագում եւ ինձ ասում էին, որ եթե չստացվի, եթե վատ արդյունք լինի, դա կարող է վնասի իմ կարիերային, բայց ես զգում եի, ես սրտովը զգում եի, որ ես պետք է այդ մրցույթին գնամ եւ պետք է կռվեմ եւ պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի հաղթեմ եւ ես լսեցի իմ սրտի կանչը եւ իմ կյանքը կարդինալ փոխվեց։ Դրա համար դա իմ կյանքի օրինակից ելնելով ես ուզում եմ բոլոր իմ երիտասարդ գոլեգաներին խորհուրդ տալ որպեսզի ոչ մի պատ իրենց չկանգնացնի։ Գլխով ճակատով պետք է այդ պատերը ջարդել եւ դեպի նոր եւ նոր բարձունքներ։ Շատ գեղեցիկ խրադ է։ Շատ շնորհակալ ենք Նարեկ, ուրեմն այս արիթին համար։ Սիրելի հայրենագիտներ, ահավասիկ բացարիք արիթմը, որ պետք չէ փախցնել, մեզի համար իսկապես մեծ պատիվ է համաշխարհային վաստակ վայելող թավչուտագահար Նարեկ Հաղնազարյանի ներկայությունը Մոնտրեալի մեջ, մանավանդ օդար գազագերբության հրավերով։ Ուրեմն եկեք քաչալերենք թե մեր արվեստակետը եւ թե մեր խիտ շարքերով ցույց տանք պրոմյուզիկային, որ կողջունենք հայ երաժիշտներու ընտրությունը իրենց ծրագիրներուն մեջ։ Հիշեցնելու համար դոմսերու համար գրնակ այցելել promusica.qc.ca գայքեչը, ուրդեղ վույս հայկական մշակութային միություններուն համար հադուկ դասարհարյուրի զեղչ մդրամատրված է, բարձաբես պետք է օգտագործել AGBU 2026, Բոլսահա 2026, Համասկային 2026 եւ Թեքեյան 2026 կոդերը, որոնք կտեսնեք պաստարին վրա, չմոռնաք ընդգրկել exclamation marker-ը սկիզբը եւ վերջը։ Ուրեմն շատ շնորհակալ ենք Նարեկ անգամը եւս եւ անհամբեր կսպասենք ձեր կալուստին, մինչ այդ ձեզի ամենայն հաջողություն կմաղթենք ձեր ծրագիրներում մեջ։ Ձեզ եմ շնորհակալ հրավերին։ Հայ հորիզոն ցեզի հետ այսօր Մոնտրեալի հայգետրոնի Ավետիս Ահարոնյան սրահեններս այսօր հոստեղի գունենա Հայ օգուտության միության Մոնտրեալի Սոսե մասնաճյուղի ընկերային հանձնախումբին գազմագերբած միջինքի ջաշկերույթը, ինչպես որ կտեսնեք հոց բազմությունը 177 հոգի հաշվող ներկայ է այսօր շատ գեղեցիկ արևոտ օդին, ուրեմն պատրաստված է շատ համեղ բակի ջաշեղեններ, ինչպես նաև հատուկ հայդակիրմը փոքրիկ թատրոնը, որ պիտի ներկայացնե ընկերային հանձնախումբը միջինքի խորհրդով։ Բարեկացեք բոլորս, այս ժողովուրդ մեզ համար ուրախություն է։ Բարի հազար բարի, տեղևիչները պարսիրդերից միշտ լայն է, ճաշը չի պավեր մենք նորը կպավեցնենք։ Ամեն տարի գրեթե 130 հոգի գլար, բայց այս տարի բացառաբար ամեն մարդ ուզեց գալ, մենք հա չմերժեցինք, թե բավական շատ ծավ, բայց գրծանք գլուխ անել Փառք Աստծո։ Կարծեմ օդին լավը վերջին վարյան ավելցան։ Անշուշտ։ Եվ մենյուի վրա ինչ պատրաստած էի։ Մենյուի վրա ուրեմն ավանդական միջինքի köftեն գա, բակի köftե, ամեն ինչ բակի համար է, զեյթով դոլմա, զեյթով բիբեր, լեցված, լիցք ավելի ճիշտը, վերջը սպանախով բերեկ, պատատեսի սալատ և մուհամմարա։ Ամեն տեսակ մտածած էիք, իսկապես շատ հարուստ էր այսօր և քունավոր։ Իսկ Լենա հայդակրին վրա ինչ նկատի արած է։
Ուրեմն միջինգի արիթով բզիկ պիես գազմագերված ենք, որ քիչ հետո պիտի լա եւ վստահ ժողովուրդը շատ պիտի ուրախանա։ Իսկ ինչ ունի սսելիք հանձնախումբին դարած աշխատանքի մասին։ Այսինքն խոսք չուզեր ընկերուներս այդքան համերաշխ քովի կալով օրեր անշուշտ տևեց, որ ասամեն բաները պատրաստվին, ինչ որ գրնանք սկիզբեն պատրաստել կպատրաստենք, անանք որ գրեթե շաբաթ առաջ սկսած են կորձը արշև դանել եւ ընկերուները բոլորը իրենց կարելիներին, որ գրեթե ամեն պատրաստության ադեն ներկա գտնվին եւ 1000 շնորհակալություն, իսկապես բզդիկ կորճ չէ, ասկամ մեծ մարդու ջաշ հասցնելը։ Այսօրվա ջաշը նվիրված է Դերևդիգին Գարբիս եւ Անահիտ Կապրելյաններու կողմէ իրենց մոր Մաննիկ Քալֆայանի հիշադակին։ Ուրեմն այսեն բավական մեծ գումար էր, որ նվիրեցին, որուն համար շատ շնորհակալ ենք։ Ձեր ալվարձքը գադար, շատ հաջող ծերնարգ է։ Շատ մերսի որ տունալի եկար եւ թե ագանադես եղար, թե համդեսեցիր։ Մերսի։ Իսկապես հսկայական աշխատանք կդանեն եւ շատ կարեւոր աշխատանք կդանեն։ Մեզ համար շատ հաճույք է գարենանք ներկա գտնվին երկու շաբաթ անգամ իրենց գազմագերբած հավաքույթները իսկապես կորձ է, բայց իրենք շատ սիրով գնեն ասպեկադը եւ արիք կստեղծե որ ասեսակ դոնական օրերը մեր հայկական, եկեղեցական, մշակութային արիք կդա ընծայ որ կովի կանք դոնենք եւ մեր մանկության ասենք քաղցրի շադակներն ագի շենգացեվով եւ իսկապես համեր ջաշերն ալ համդեսենք գուդենք եւ ուրիմյան կնահատանքի խոսք ունի մսելիք Շատ շնորհակալ ենք։ խնդրեմ Հոմինգերային հանձնախումբը օրվա խորհուրդը հարկելով միշտ իր ցերնակներ կգազմագերբե 15 օրը մերնա եւ հadoop ջաշեր եւ հայտակիրներ կպատրաստե ընկերուները համախմբելով եւ մեր գետրոնին շուրջը հավաքելով Իսկ ցեզի համար ինչպիսի իսկացում է ներկա լալած հավաքներուն։ Իսկապես մեծ ուրախություն է միասին լալ եւ ինչպես որսի այդ օրվա խորհրդին մեջ նաեւ մդիգնել լսել եւ հadoop հայտակիրներ հետևել։ Ընկերուի մարո դարիներու ընթացքին վստահ եմ որ հոմի մեջ միշտ վգայած եք ընկերային հանձնախումբին աս բարակային աշխատանքը եւ մինչեւ օրս կշարունակեն։ Ինչ է ցեր գարձիկը։ Գրձեմ դարվի շաբաթը շաբաթ գլավանան եւ աս ընկերուները որոնք իրենք ալ դարիքին առաջացած է բնավ հաշիվ չեն ուներ իրենց հոգության մասին եւ կմտածեն որ աս ժողովուրդը ուրախ մնա եւ կող մնա եւ այսօրվա ջաշերը իրար մե ավելի համով բակի ջաշեր էին միջինքի արիթով բայց միշտ արիթ մը կգտնան լավ բամնելու համար Շատ կնահատելի է իրենց գործը, իրենց աշխատանքը, իրենց ժամերը։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ձեր գարձիկը ինչ է ընկերայինի միջինքի ցերնարգի մասին։ Ախ, ինչպես ասեմ, ինչպես որ միշտ ընկերուները օրերով կաշխատին, այսինքն գրնամսել 3 միայն 3 արդվանին եմ մինչև կեսօրը ետքը 5 առանց կենալու Դոլմաները հրացեն եւ այլն եւ տահինով հաց հանգեցարա չանցյալ 5 շաբթի նորեն այսինքն գիները ասված իրենց ուժդա կարող որովհետեւ իսկապես եւ սրդանց կնեն անորամար համով գլա Շատ ճիշտ եք ամենից շատ համով էր եւ գիտեք բակի ջաշերը այդ կանատյուրին չեն պատրաստելը մանավանդ սարմաները At բակի քյուֆտեները սոսի ինչ ունի սսելիք աս հավաքներու մասին ընդհանրապես Երախտաբար դեմ ժողովուրդին որ գոքան այսպես եւ կքաչալերեն մեզի եւ այդալ մեր հանձնախումբին գներուն իրենք դարիքնին չեն նայեր
միջինը գնամ ասեն 75-ին 80-ին, այնպես որ ասված իրենց միշտ ուժ դա բայե, որովհետև սրդանց կնեն, միշտ չիդագը գնստին կմնդածեն ինչ ձևով կնանք ուրախացնել ժողովուրդը, ադիգա մեծ պան է, Եվերին այսօր թատրոն ներկայացուցին։ և հիմա կբարեն որ, այո, ադիգա երբ որ ոյև է մեկ պան, մեկը սրդանց կնե, լավ գլա, գահաչող է, այո, կարևոր ան է։ Շատ շնորհակալ ենք ընկերուից, ընկերային հանձնախումբին վարձ կգադար։ Շատ շնորհակալ եմ, մենք պախտավոր կսկանք իրենցմով։ 7 տարի է, չեմ մորցած, ամեն գիշեր աչքիս արջևը գուկա, ասանք կբարե, աս հագուստովը։ Երազները դա գիական որ։ Բարև ձեզ հայ հորիզոն, ձեզի հետ այսօր Պասադինայի հայ գետրոնեններս, այսօր հոստեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը Լերուն Խայր Blessing of the Mountain ֆիլմին։ Եկեք միասնապար դիտենք բադարիկներ սույնցերն արգեն։ Հորս ընտանիքը լերպարսացած են, մորս ընտանիքը ճշպախտապար չեն հասած լերպարսանալու։ Արդակին աշխարհի հետ գաբը ստեղծելու համար երկու բան որոշվեցավ՝ խաչ տրոշակը եւ մեկ հատ անգլերեն տրոշակը, որում վրա գրված էր Christians in Distress Rescue։ Չուզեցինք որ թրկին հրանքին դակ մնանք։ Ուզեցինք որ հայ մնանք։ Մեզի համար մեծ ուրախություն և բարգիվ է այսօր ձեր բոլորիդ ներկայությունը վայելելու, այս օրվան ծրագիրը առանձնահատուկ է, որովհետև մեզի հետ ներկա է նաև ֆիլմի հեղինակը Թամար Շահինյան Պոլատյան, որ ժամանած է Մոնտրեալեն այս հատուկ ցուցադրության համար։ Հավանաբար ներկա մուսալերցիներուն համար այս ֆիլմին մեջ նորություն չկար։ Սակայն այս ֆիլմը պատրաստեցի թրսեցի իմ աչքով դիտված, որովհետև գահավատամ, որ իր դաստիարակչական բնույթով գրնա նպաստել եկող սերունդներու հայագերման և հայաբահմանման գործին։ 50 տարիներ է ի վեր Սիմոն Բաբուգը մինչև օրս իր անտրանիկ Զավգին հետ գսպաղի հողակործությամբ։ Բաբուկ, այո, ազբանադորան իսկ կյանիմս հյոնդը, հա? Բրավո, բրավո։ Ամնդարա, կարծոն դարվոն հյոնդը, ամնդարից կյանիմ ձե,
Guhanim gutsanim da söyündü. Patarik bana doğa yese avür, şu da avür. Hundere men kahanenk, ammen inç pınagane. Pınagan. Եվ խողը մակուր, ջուրը մակուր, բնությունը մակուր, գրնար ամեն երդասարդ, աշխատող երդասարդ, աշխատեր և աբրերս են կյուղի մեջ, բարդեզները, մեր բարդեզները մեջ աշխատեր, գրնալ աբրեր, ամա մեր երդասարդները կացին ուրիշ գործերով սպաղվեցան։ Շատ հաջելի ժամանակ անցուցին քանտիսադեսը, մեր վարչությունս, բադվո հյուրերը մեր, շատ հբարդենք ցեզմով եւ իրապես օրտնություն կնկատենք, որ եղավ ամեն ինչ հեզասա Ցերկալը, Ֆրեզնոյի ցուցադրությունը, Pasadena-ի ցուցադրությունը, push եղած եմ հիմա, everyone's elated, բոլորովին միայն լավ խոսքեր կան մարդոց մե ամեն ցևով գադարյալ էր եւ բրավո ցեզի վարձքենիդ գադար Շատ շնորհակալ ենք։ Իսկ ինչ ունի ասելից ներկաներու TV մասին ընդհանրապես միջին ներկայություն է այսպիսի ցերնարգի։ Չէ, հավատա որ ավելի լավ turnout է, ավելի լավ ներկայացում էր այսօրվանը իբրև TV-ով հանդիսադեսնա զարմանքի մեջ էր, ոչ թե ավելի աղքատիկ կամ փոքր գլա, բայց Ասոր գեսը գարձեմ մերզի համար ստանդարդ է, so այնպես որ շատ լավ ընդունելություն էր, լավ էր ժողովրդին գոմե, իրենց հետաքրքրությունը ամեն ցևով գադարյալ էր։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գադար։ Սիրով ընկերուհի, բարի եկաք։ Շնորհակալություն կհայտնենք, որ ընդառաջեցիք մեր հրավերին եւ պատվեցիք մեզ ձեր ներկայությամբ։ Այս յուրահատուկ ցերնարգին որ արդյունքն է գտնաչան աշխատանքի, հավատքի և միասնական ոգի։ Այսօր դուք ականատես պիտի ըլլաք աշխատանքի որ ծնած է նվիրում ազգային գիտակցությանը։ Այս վավերագրական ժապավենը կներկայացնի խումբ մրցակչ ազգայիններ, մուսալերցիներ, հերոսական պատմությունը, որոնք 40-օրյա պատերազմի և գրծան ոչ միայն վերագրի, այլ և վերաշինել իրենց գյուղը, զայն վերածելով արդի չափանիշներով օժտված շքեղ ու գազմագերբված քաղաքի մը։ Տիճար Բաբուգը իր երկրորդ տունը գառուցած է ինքն իր ցերքով։ Իր արդերուն մոտ, ուր հբարդորեն մեզի ցույց տվավ իր խնցորենիները, ընգուզենիներն ու գանգարի արդերը։ Նույնիսկ մաքուր ջուրով սնանված առանց հոդի ազատքեղները ան գնախնդրե քաղել իր ցերքով, ոտքերը գոտրած աթորագին վրա նստած։ Իսկ ցգնորսությունը բոլորովին այլ հնարամդություն է Տիճար Բաբուգին համար։ Ես հիմա 86 տարեկան եմ։ Ունիմ 4 զավակ, 2 աղջիկ, 2 տղա։ 12 թորնիկ ունիմ։ Եվ 8 հատ թորնիկի զավակներ։ Գաբույդաչեր բորդեզով տեղի մազեր ոսկեկուն, գայցկեցիր մուկուն, ադալ կումեգ նայվածքով։ Գարժեր լսել Տիճար Բաբուգի երդասարտության արգածախնդրություններում մասին, երբ 17 տարեկանին անցիրահարված է իր աբակադիկնոջ Մանուշագին։ Ախարդուները գեցկուն գեցարտուն, պերչելուցած գազկարմիրեսուն, թե երեսը դեսնամ ես ամեն արդու, կործերս հաճոյեն միջելիրիգուն։ Մեր ստրացիներուն աղջիկը սիրահարված եմ, դունենի շատ մոդ է, իմ տրնեն իրենց տուրը 31 ոտք է, 1000 անգամ չապած եմ։ Ան գամչնար Մանուշագին հանդեպ իր ունեցած սերը արդահայտել իր ծնողքին։ Ուստի Տիճար Բաբուկ գտիմ է իր քրոջ, որբեսի համոզե ծնողքին երթալ եւ խնդրել Մանուշագին ցերքը։ Դվաս կամած դալամները իջել վիճակից իմալած է վերջը ուշլին, բայց վերջը Մանուշագը ուրիշ գլինի։ Ես իմ միտքով իմ քյուղը սկացի, ուր բոլորը հայաշեն ընտանիքներով գազմված էր եւ հիշեցի ինչպես մեր դան մեջ խնոցի մեջ ասենք թե մածունը թանիկը վերածեին թոնդրամ մեջ հացը գեփեր շատ տպավորիչ էր հիանալի այսին այդ ժամանակը այնքան արագ անցավ որ
ցավ գսկաս երբ որ ֆիլմը գվերջանացես հոս վերջացավ նորեն պիտի անցնիմ առօրյա կյանքից եւ վստահ եմ որ ամեն անց որ հոս ներկա էր իր մտքովը քնած շատ տեբի հերուները եւ ուզեց որ հոն մնա երբեք չի վերադառնա բայց դժբախտաբար ամերիկայի կյանքը քեզի գխլի at բոլոր ուրախութենեն եւ իդ կուքաս իրական աշխարհի վրա եւ բայց լավ է որ կոնե at ժամերը վայելեցին եւ իսկապես շատ յուրահատուկ աշխատանք էր ինչս եմ շատ սկացված ենք ամեն մարդու դպավորությունը դուքալ տեսակ մարդիկ չէին ուզեր ասկետրոնեն հերանալ ընկերույսոնա դուք այսօր նաև պատրաստած եք մուսալերյան ուդելիքներ Այո, քանի որ մուսալերցիներուն մասին էր ֆիլմը, սա հարցուցին գերուի Անիտա Հավատյանին, որ մուսալերցիները ինչ ճաշեր ունին, որտեղ երբ բնավ գաղափար չունիմ։ Ուրեմն բացատրեց, որ գաթը պետք է առնեմ եւ պետք է գդրեմ գաթը, վերջատ գաթի ադիգա պիտի վերածվի դարբեր տեսակի բաների, մեջը սող, համեմունք եւ այլն եւ այլն։ Իրս հազին բեսադրի գարձեմ ամեն մարդ շատ համեղ էր։ Շատ համեղ էր։ Շատ սիրեցին։ Սա ուրախ եմ, որ կողոնակություն կդավ ժողովրդինքով։ Իսկ մեկ հատ եթե խոսենք համասկանի Պասադինայի մասին, ես միշտ լսած եմ այն մասին, որ դուք կքաչալերեք արվեստը։ Եվ գարձեմ այդ որոշումներն մեկն այս ֆիլմի ընդունելությունն էր։ Արվեստը այնպիսի բան է, որ միշտ հոգիդ գազդվանացնե եւ քեզի ավելի համեստության, բարգեշտության, խոնարհության կդանի։ Ինչ սեվիդակ որ լա դիգա թադրոն, լա ֆիլմ, լա երգ, բար, ոդանավոր, ինչ որ լա։ Արվեստը մարդուն, հոգեգանին, էյագան լարերեն մեկն է, որ հոգիդ գազդվացնե եւ քեզի կդանե հոն, ուր որ գուզեիր տունելալ։ Շատ գեղեցիկ ձևով հսիկ, իսկ ինչ ունի կսելիք Պասադինայի համասկայնի մասին, որքան աշխուժ է։ Պասադինայի մասնաճյուղը բավականին աշխուժ է, այո գնալալ որ մենք ասենք թե շատ թիվ չունենք, բայց շատ համերաշխ ենք, ամեն մարդ իրարու հետ կաշխատի եւ աշխատանքի դարբերություն չենք տներ եւ երբ որ պետք է լա բոլորս կողքի ենք, նույնիսկ կոմիտեյութենեն, մինչեւ շրջանայինի մեր ընկերները եւ ավելի համեստ ընկերներ, որ մի անգրնանկալ կորզի ժամանակ մեզ է օգնել, բայց սիրահոժար միշտ կան եւ գոկնեն եւ մեր ամենալավ նպատակներն մեկն է որ Պասադինան օժդվի իմ դունս կաղապարով շենքիմը, այսինքն գարույցիմը հոն ուր որ 3 տարեկան բզդիկներեն մինչև 13 տարեկան բադանին գարենակալ եւ սորվիլ ծանոթանալ այսինքն արտարվեստին թբրոցի բես after school փորը գեսորե եւ մամաներն ալ եթե դեղ ունին երթանիկ բզդիգը հանկիստ կեն հոն հսկող բիդլան շուշտ եւ ասրակիր եթե մենք կարենանք ասկալող 1-2 դարվան ընթացքին հաջողեցնել հրաշալի կորզնեությունը բիդլա ասի միակ բանն է որ ինձի այսինքն ինձի գստիբե որ անպայման անեմ Երբ որ ծորի միրոն ֆիլմին մեջ օրորոց մգնվիր է թակուին իրեն եւ այդ օրորոցը բարաբեր ես կուզեմ մեր օրորոցներում մեջ մանուգլա եւ համասկայինը այդ դունը բիդլա որ ուր երեխաներով լեցուն պետք է լա եւ այդ ժամանակ կգարձեմ որ համասկայինը իր նվադագին հասած կլա քանի որ եթե նոր սերունդ չունենք օրորոցները բարաբենսել է Ճիշտ շատ ճիշտ ուրեմն ձեզի հաջողություն կմաղթենք այնքան ադեմ որ արդեն հղացած եք դեսլագանը եւ ունիք գամկը ես բաճար չեմ դեսներ որ չհաջողի գհուսամ որ մեր հաջորդ հանդիպումին այդ գետրոնը պատրաստ կլա Ալլա անգերուհի հաստատ հրավեր է գուքաս եւ այդ օրվա հանդիսավարը թունգլաս Օ շատ շնորհակալ եմ հաջողություն ձեզի խոստում էր լսեցիք Շատ գեղեցիկ համադրված բազմակողմանի լեցուն արդյունավետ աշխատանք մներ անջարը մեզնե շատերուն ծանոթ է Օրիանելան իրենք մուսալերեն միջև անջար շնորհակալ ենք սիրելի տանակ շատ հարազատ է ամեն ինչը եւ նկատեմ որ անջարը չջանցողին համար անջար չկացողին համար շատ հարազատ վավերագրական ֆիլմ է դիտել ուշքարություն առաջիկա բոլոր ծրագիրներուն Երանի ինձ համար շատ խոսի նաեւ քեսաբը շատ խոսի նաեւ Ֆրեզնոն Երանի կարողանանք ծեր ապակա մոդիկ ծրագիրներում մեջ ներառել եւ մեզ ներկայացնել առաջիկա տարիներին Աստված օգնեցեց ծեր աշխատանքները շնորհակալություն օրհնյալ բոլոր գործարարերից բոլոր անջատիներին բոլոր մուսալերներին այստեղ է եւ անջար Հայաստան եւ
ծեր լեզուն չմոռնանք, վնաս չունի մենք յապանչը մնանք, դուք անջարցի մնացեք, աստվածորեն։ Այս գյուղը ցույց կտա հայկական նկարագրի ամենակարևոր հատկանիշները։ Շինարարություն անջար, քաջություն անջար։ Ուրեմն հայության համար այս փորձառությունը շատ կարևոր է, որտեղ այս մարդիկ մահվան մարդահրավեր նետեցին եւ 3 սերունդ հոս աբրած է այս գյուղի մեջ, հոս աբրած մեռած է, որ այս գյուղը այսօր այս իր դեսկը ստանա։ Ասի ինքն իրեն չի եղած։ Եվ այս փորձառությունը, այս դվյալները պետք է մենք կրնանք դեղափոխել մեր հայրենիք, որովհետեւ մեր հայրենիք գյուղերն ալ քաղաքներն ալ այս ծև զարգանան։ Մուսալերան հերոսամարտը հայ ժողովրդին համար եղած է թիմադրության ու հաղթանակի խորհրդանիշ։ Անջարը համայն հայության բարձանք արդող գենսունակ ամրոց, իսկ լերը, մուսալերը, միշտ կմնա ոգեշնչման աղբյուր, որուն ոգեղեն բարիկներեն գշարունակեն օգտվել իրերահաճորդ սերունդները, զայն բահելով իրենց կյանքը առաջնորդող ու լուսավորող պայծառ փարոս։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Լինեիր, պիտի դու լինեիր, որ սիրտը քո ինձ իմը քեզ պիտի սիրեր։ Դե նայիր ու կտեսնես, դու երկնքում փայլող երկու աստղերը մեր։ Լինեիր, պիտի դու լինեիր, որ սիրտը իմ քո անունով պիտի կոչվեր։ Դե նայիր իմ սեր ու կտեսնես, թե ոնց եմ ես ճախրում առանց թևեր։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Սիրելիս, ինչ լավ է սիրելիս, որ իմ սիրո ճանապարհին գտել եմ քեզ։ Դու գիտես, իմ սերախ լավ գիտես, որ քո կողքին ամենաերջանիկն եմ ես։ Սիրելիս, ինչ լավ է սիրելիս, որ լուսաբացը ես քեզ հետ եմ տեսնելու։ Դու գիտես, իմ սեր դու լավ գիտես, ողջ կյանքը իմ քեզ հետ եմ ապրելու։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Ինձ թող աշխարհը բարի, տեսնի 100 տարի քո կողքին նստած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։ Քեզ ասեմ սիրում եմ, քեզ համար կշվում եմ, ձեռքը քո բռնած։